2010 թվականից 9-10 թվականից գործունեությունը հիմնական Արցախում սկսեցի ծավալել, երևի ամիսը մինիմում 4 անգամ Արցախ եկա։ Ինչ եք անում։ Դե հողեր էի վերցրել, սկսեցի արդեն գյուղատնտեսությամբ զբաղվել, ու դե բնականաբար արդեն շաբաթը մեկ պիտի գնաս, գաս, հետո այնտեղ հիմնադրամի հետ պայմանագիր կնքեցի, որ այլ գյուղացիներից այդ բերքը հավաքեն, իրենց ծառը մարտահանը, մի հատ հետաքրքիր արժեշտներ ստեղծվել, ու տենց 20 թվին կամավոր գնացի, բայց ինձ չտարան առաջիկից ես լինելով քրադի մասնագետ, քրադի դասակիր հավանատար ֆագոտի մասնագետ, ինձ տարան անվտանգության գծով ինժեներ։ Ինչու՞։ Ես չգիտեմ ինչու։ Ես անկեղծ եմ ասում, ինչու եմ չգիտեմ, իմ բախտը բերել է, որ ես առաջիկից չեմ գնացել, թե չի բերել։ Ես այդ հարցի պատասխանը մինչև հիմա չունեմ։ Արդյունքում դուրս է գալի ես մասնակցել եմ պատերազմին, բայց չեմ մասնակցել։ Որտեղ ես թիկունքում կոպիտ ասած զենքի մատակարարման վրա եմ եղել։ Չգիտեմ ինչքանով էր անհրաժեշտ իմ այդ աշխատանքը թիկունքում, թե որ լինեի քրադի մասնակետ, որովհետև ես որ զորամասում որ ծառայել էի, որտեղից որ այդ քրադները տեղափոխել էին, բոլորը զոհվել են։ Բոլորը։ Ես դու բախտս բերել։